Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, այժմ հայացք դրսից հաղորդաշարի ժամն է, ես հետևում իրադարձություններին Թբիլիսիից և ավաղ առավոտվանից ես տանում եմ ամենատարբեր հաղորդագրություններ, նամակագրություններ և սկրինշոտեր, խնդիրն այն է, որ կես գիշերին տելեգրամյան ալիքներից, նորաբաց տելեգրամյան ալիքներից մեկը ռուսերեն տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում, Երևանում դպրոցներից մեկում ահաբեկչություն իրականացնել, վաղ առավոտյան խուճապը արդեն հասել էր իր գագաթնակետին, ծնողներից շատերը կամ չէին ուղարկել երեխաներին դպրոց կամ ավելի ուշ տեղեկանալով այդ մասին գնացել խուճապահար երեխաներին բոլորին բնականաբար վերցրել էին, ինչ է կատարվում իրականում այս տեղեկատվական ահաբեկչության ետևում, ով է կանգնած, ում կարող էր սա ձեռնտու լինել եւ ինչպես պետք է արձագանքեր այս ամենին պետական ինստիտուտները ինչպես պետք է արձագանքեին այս թեմայի շուրջ կզրուցեմ on-line տեսակապով մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարև։ Ես երեկվանից փորձում եի ձեզ հետ մեկ այլ գործով կապվել, բայց հասկանալով, որ չեմ կարող ձեզ հետ կապ հաստատել հայտնի պատճառներով, որովհետև բնականաբար բոլոր խոճապահար ձեզ են գրում, ինչ է կատարվում, այն որ Հայաստանը գտնում է հիբրիդային պատերազմում ու սա տեղեկատվական ահաբեկչություն, այդ վաղուց հայտնի է։ Մենք արդեն վաղուց կարծում եմ թե իմունիտետ ունենք այս ամենի հանդեպ, բայց արի ուտես, որ արդեն կամաց հուշի քայլերով հասան նաև դպրոցներ, հասան երեխաներին։ Դե ինչ է կատարվում այստեղ տարբեր կողմերից պետք է նայել, իհարկե ամենաառաջին հարցը ով էր այս ամեն ինչի հետևում, ես կոնկրետ պատասխան բնականաբար չունեմ, կան կասկածյալներ ու բնականաբար sense դեպքերում միշտ մտածում ես թե ոնց որ հին ռոմեացիք ասում են կուի պրոդեստ, այսինքն ում է սա շահավետ նման շահավետ կողմերը շատ չեն և կարծում եմ սա պետական գործողություն է եղել, այսինքն մեջքին կանգնած չեն եղել ինչ-որ խուլիգաններ Այսինքն հատուկ ծառայություններ են եղել Գիտեք այսօր հատուկ ծառայությունը բավականին լղոզված երևույթ է, որովհետև երկրներ կան, որտեղ դա ոչ թե օրինակ հատուկ ծառայություն անցելով սովորաբար մենք պատկերացնում ենք ազգային անվտանգության ծառայությունը, բայց կան երկրներ, որտեղ կան ինչ-որ հիբրիդային հոգեբանական գործողությունների կենտրոններ, որոնք կարող են կից աշխատել, օրինակ նախագահի ադմինիստրացիան եւ այլն, բայց մեծ հաշվով այստեղ գործը կարծում եմ պետական տիրույթից է գալիս։ Իմ կարծիքով շոշափվում են թե որքանով խորաթափանց կարող են լինել տեղեկատվական գրողները, ինչ ազդեցություն կարող են ունենալ եւ ինձ թվում է անողները կարող են այսօր տոնել, որովհետեւ իրենց հաջողվեց ընդամենը մի քանի ժամվա մեջ ստեղծել կոնկրետ խոճապային իրավիճակ, ստեղծել ոչ անհիմն անվստահություն պետական կառույցների հանդեպ ընդհուպ նաև օրինակ խցանումներ առաջացնել Երևանում, որովհետև ինչ որ պահի բոլորը տաքսիով, մեքենաներով փորձում են երեխաներին փրկել, հենց որ իհարկե շատ լավ գործողություն էր, իմունիտետ այս տվյալ դեպքում հնարավոր չէ, որովհետև հասկանում եք, այս ինչ որ fake նորություն չի, որ COVID-ը կոճապղպեղով բուժվում է երեխեքի Սա ռեալ վտանգ է երեխային սպառնացող Հիմա ես էլ այնտեղ փաստերի ստուգումով պրոֆեսիոնալ զբաղվում եմ, ես էլ համոզված եի, որ ամենասկզբից որ սա կեղծիք է, բայց գլխիդ մեջ մի sense մեկը բացա, բա որ հանգարց ճիշտ է հասկանում եք, որտեվ այդ կեղծիքի հետևում կարող է կանգնած լինեն մարդիկ, որոնք այդ կեղծիքը գցեն, հետո փորձեն նաև իրականացնել իրական ֆիզիկական ինչ-որ մի գործողություն, այնպես որ իհարկե ճիշտ մեղին են խփել ցավոք սրտի Իսկ ինչ ցույց տվեց ֆոտոների էքսպերտիզան, որ դա փաստացի կիրառվել է մեկ անգամ եւս օգտագործվել է բազմաթիվ անգամ կիրառվել է այսինքն շատ հեշտ արագ մի քիչ Google-ով որոնելը ցույց էր տալիս, որ սա հին
արդեն մի քանի քաղաքներում, հիմնականում Ռուսաստանում օգտագործված բանալ, այսինքն տառացիորեն ուղղակի արտագրած բանել էին, մենակ տարբերությունը այն էր, որ տեղայնացված էր, այսինքն օրինակ 55 դպրոցներ նշված ու այնտեղ հենց կոնկրետ 55 դպրոցի նկարը Google-ից գտել տեղադրել էին, այդքանով փոփոխել էին։ Հենց որ մեծ հաշվով, այսինքն ակնհայտ մի անգամից բարձ էր դառնում, որ սա ինչ որ մի այտենց ռեալ այս պահին գործող բան չի, կեղծված է։ Բայց դու չգիտես հետևին կանգնածները ինչ մտադրություն ունեն։ Ձեր կարծիքով ինչ պետք է անեն համապատասխան մարմինները, ինստիտուտները, որպեսզի այդ խուճապը չտարածվեր եւ որպեսզի խելագարված այդ ծնողները տաքսիներով, մեքենաներով չնետվեն երեխաներին փրկելու։ Տեսեք, իրականում հարցը անում է, որ մենք արդեն տեսել ենք, որ տեղեկատվական ահաբեկչության դեմ լուրջ խոցելիություններ ունեն։ Ես հիշացնեմ ավելի վաղ, հիշում եք, անընդհատ հայտարարություններ էին ուղարկվում, որ ականապատվածը, եսի մեծ մոլը, մետրոն եւ այլն, ու մի ամիս անընդհատ մարդկանց տարհանում էին եւ այլն, ու փորձը այդտեղ արդեն ցույց տվեց, որ սցենարներ չեն մշակված, որովհետեւ ակնհայտ է, որ այստեղ մենք գործ ունենք գործողություններ, որոնք թույլ են տալի նոր տեխնոլոգիաներով ներազդել հասարակական process-ները շատ հեշտ ու թաքնված, այսինքն այն ժամանակները անցել են, որ հեռախոսի բուդկայից զանգում էին, ու այդ ասում էին այստեղ ռումբա դրված, այդ զանգողին մի ժամ հետո բռնում էին։ Հիմա դա արվում է WhatsApp-ով կամ Telegram-ով կոտրած հաշվի միջոցով ու աստված գիտի թե որտեղ է նստած գրողը, իսկ մեր կառույցները փաստացի չունեն հստակ պրոտոկոլներ, սցենարներ ինչպես գործելու, առավել ևս երբ որ մենք գալիս ենք նրան, որ այստեղ մի կառույցի աշխատանք արդեն չի աշխատում։ Եթե դու գործ ունես հիբրիդային գործողության հետ, դու պետք է նաև հիբրիդային պատասխան ունենաս, այսինքն ասեմ դեպքն է, երբ որ օրինակ կրթության, գիտության եւ այլ հաստատությունների նախարարությունը պետք է կարողանա արագ գործի ԱԱԾ-ի հետ միասին, ներքին գործերի նախարարության հետ միասին, անցել են այն ժամանակները, որ ամեն կառույց իր պատշգամբից երբ իրան լայաղ կանի, կհելնի, կասի սադրանքա, մի տրվեք սադրանքին, գիտեք, որ ասում է ամենաշատ խուճապը սկսվում է մի տրվեք խուճապի արտահայտությունից հետո։ Արտահայտությունից հետո։ Այդ չի աշխատում։ Այնպես որ ակնհայտ է, որ պետք է լինեն արդեն գրված սցենարներ, դպրոցներում պարզ էր ակնհայտ, տնօրենները եւ դասատուները չգիտեն ինչ անեն։ Չկա, պատրաստված չեն այդ մարդիկ, ինչպիսի գործողություններ պետք է անեն, եթե հանգարց օրինակ ռեալ զենքով մարդ մտնի ներս։ Իրանք պատրաստված չեն այն սցենարների, իրանց ոչ ոք չի ասել, եթե օրինակ դու ինձ հայտարարություն ու ծնողները գալիս խոճապար տանում են, ինչ անել։ Ինչ որ դպրոց կա, երեխեքին զանգել են, ասել են եկեք տարեք բոլորին։ Դպրոց կա, կողպել են, ոչ ոքի դուրս չեն թողել։ Հիմա ամեն մի դեպքը կարաս ասես ես ինչ հիմարություն են արել, բայց մյուս կողմից այդ մարդիկ ստրեսային վիճակում գործել են վակուումի մեջ, այսինքն իրանց մինչև այդ ոչ ոք չի պատրաստել։ Ու այս պահին պետական կառույցները ինչ պետք է անել։ Հստակ պետք է ուղեցույց լինի, թե նման դեպքեր։ Մենք էլի գալիս ենք նրան, որ միջազգային փորձը ասում է, որ դու պետք է պատրաստվես հնարավոր վտանգների նախորդ։ Մենք էլի գալիս ենք այն ծեծված թեմային, երկրաշարժներին։ Միշտ իմ համար այդ ամենապարզ բանը, եթե մենք երկրաշարժին պատրաստ չենք, որը մեր ոնց որ ասած գլխին կախված է։ Այն մնացած դեպքերը ավելի պրոբլեմատիկ են։ Որը տեսել ենք, իրենք ինչ կարող է լինի, բայց մեկը մենք չենք պատրաստվում, ինչ որ մի դպրոց անում է վարժանքներ տարին մեկ, 20 դպրոց չեն անում, ինչ որ մեկը գրում է, որ արել ենք վարժանքներ եւ այլն, բայց ինչ որ բաներ կան, որ պետք է ռեֆլեքսի հասցված լինի, դասատուները պետք է իմանան ոնց տարհանեն երեխեքին, երբ տարհանեն, երբ չէ,
Պետք է իմանալ ոնց կարողանան հանգստացնել, ես ասեմ որ երեխեքի մոտ հիստերիկա է, մենք անդադ ծնողների մասին ենք խոսում, ծնողները զգացմունքների մեջ երեխաներին տարբերեն, իսկ շուտ մեկը խոսում է երեխաների մասին, դուք պատկերացնում եք ինչքան երեխա է այսօր ահաբեկվել։ Մենք անդադ խոսում որ ծնողները վախեցած էին, բա երեխեքը ու ով է այդ երեխեքի հետ աշխատելու, ոնց է աշխատելու, հասկանում եք որ լիքը հարց կա, որը մենք անտեսում ենք, որովհետև սովետից եկած է, որ մարդը կարևոր չի, ու այդ անդադ մխրճված է, որ անհատ այդքան կարևոր չի, հիմա անցնի կգնա, դա տենց չի։ Թեորիապես որ երկրներից է կարող էր ձեռնտու լինել։ Թեորիապես Ադրբեջանը, նաև հաշվի առնելով սուր տեղեկատվական գրողները Ռուսաստանը։ Նաև հաշվի առնելով որ ռուսերեն էր ու նույն ռուսական սցենարներ։ Նայեք, այս սցենարները եղել են այլ Ռուսաստանի քաղաքներում եւ FSB-ն մեղադրել է Ուկրաինայի Ցիպսոին, այդպես կոչված ցենտր տեղեկատվական եւ հոգեբանական հատուկ գործողությունների կենտրոնը, բայց տվյալ դեպքում իհարկե մենք դավադրապաշտ հասարակություն ենք եւ կարելի է ենթադրել, որ Ուկրաինան Հայաստանում հատուկ գործողություններ էր անում, չգիտեմ ինչի համար, բայց շատ տենց դժվար թե։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, մեկնաբանության համար, իսկապես սա շատ զգայուն թեմա է, որովհետև անգամ ես չեմ պատկերացնում, եթե ես լինեի ուսուցիչ ու ծնողը գար կամ երեխան լացեր, ես ինչ պետք է նայես, իսկապես պետք են հստակ ինչ-որ գայդեր, ուղեցույցներ, ինչ պետք է արվի։ Գիտեք, ես ուսուցիչ եմ ու այսօր դասի եմ եղել, ու կարող եմ ասել, որ շատ բարդ էր երեխեք կային, ինչ-որ ծայրահեղ ոգևորության մեջ էին, ինչը նշանակում էր, որ ինչ-որ ուրիշ ձև աստրեսը դուրս գալի։ Երեխեք կան լացում էին, մեկը ինչը ոգևորեց մի աղջիկ գռդնակով զինվել նստած սպասում էր։ Թերևս լավագույն ռեակցիան դա է եղել, զինվել գռդնակով պատրաստ լինել։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, մեկնաբանության համար։ Նշեմ, որ on-line տեսակապով զրուցեցի մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, այն ամենի վերաբերյալ, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանում ահազանգի հետ կապված, որ հսկայական խուճապ էր, ինչպես նշեց պարոն Մարտիրոսյանը, հաջողվեց այդ խուճապային տրամադրությամբ պարալիզացնել ամբողջ Երևանը, խցանումներ, ծնողներ սարսափած, երեխաներ եւ այս ամենը ականատես եղանք այսօր ընդամենը տելեգրամյան ալիքների այդ տեղեկատվական ահաբեկչության հետքերով այս ամենը տեղի ունեցավ։ Շարունակում ենք աշխատանք ուղիղ եթերում, քիչ անց կմիանանք մեկ այլ թեմայի շուրջ, տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ կզրուցենք եւ իմ զրուցակիցը նաեւ այս պահին գտնվում է Մոլդովայում Գեորգի Մելաշվիլին է, վրացի քաղաքագետ, այս պահին նա գտնվում է Մոլդովայում եւ իր հետ ուղիղ տեսակապ կունենանք կարևոր թեմայի շուրջ։